Ողջույն, Կորզարար ալիքի եթերում վերադարձող կապիտալ հաղորդումն է։ Մենք խոսում ենք հայրենադարձության մասին, հայրենադարձների հետ։ Այսօրվա մեր հյուրն է Անդրանիկ Խշխշյան։ Ողջույն Անդրանիկ ջան, դուք եկել եք Կանադայից։ Վերջին տարիներում շատ եք գալիս, հիմա մի անգամից ինչ եղավ։ Մի հատ կբացատրեք ինչու եք հայրենադարձում։ Նախ մերսի հրավերին։ Ես 2006-ին առաջին անգամ եկա Հայաստան սկաուտներով եւ դպավորված էի անշուշտ մենք Կանադա Ինչ տարիքի եք կներեք 16 տարեկան եք այո երկրորդ վերադարձս հայրենիք 2012-ին իմ գործընկերիս հետ Ռաֆիկ Յոհնելյանին արդեն մենք սպյուրքի մեջ դունը հայերեն գխոսենք ամեն ինչ հայերեն է բադին վրա Չարենց Բովանես Շիրազ, Թումանյան, Մասիսար դունը եթե անգլերեն խոսենք հայրս կներվայնանար ուրեմն Հայաստան որոշեցինք գալ եւ արդեն ունեինք կորզավորներ Հայաստանի մեջ Բայց ինչ կարգավիճակ համալսարան ավարտել էիք աշխատեիք հոն ինչ երբ որոշեցիք հոնդեղեն հայրենադարձել որով թյուրին չէ արևմուտքում հանգիստ ընտանիքով համալսարանը ավարտած կորձ հաստատ կկարողանայիք գտնել ինչպես ասանք արտնցակ ու սիկ որ չէ պետք է հազարավոր կիլոմետր հեռու երթամ Ես 17 տարեկանին իվեր համագարկիչի վրա աշխատում եւ շատ երկար ժամեր հայրս առավոտ 4-ին 5-ին միշտ գտեսնեին որ աշխատում կմտահոգվեին ինչ կնես տղաս առավոտ 4-ը 5 է աշխատեի Եվ եկամուտ չունեի 17-18 տարեկան նոր դպրոց ավարտած մինչև համալսարան գնալս այսինքն minor արել եմ computer science-ի մեջ ծրագրավորում majors արել եմ marketing-ի մեջ Դեր համալսարան չկացած Համալսարան 22 տարեկանից Ռաֆին ասեց birthright-ը գա եւ Տեբի հայք ծրագիրը եւ Տեբի հայք ծրագրով կարող ես Հայաստան գնաս նոր սերունդին մարքեթինգ սովորացնես եւ լավ ժամանակ կանցնենք գարշ խոսքով Հայաստան ինքը 2006-ին եղել էր իր փորձառությամբ ցեզ խորհուրդ տվավ այո ուրեմն birthright թիմեցի եւ եկանք Հայաստան եկանք 3-4 ամսով Թումո տասավանդեցի Երևան 3 ամիս Երևանի մեջ Թումո եւ մոդավոր 30-40 աշակերտ ունեի ես այսինքն փոքր էի 22 տարեկան 30 հատ աշակերտ ունեի եւ իրեն սովորացրեցինք մարքեթինգ բրանդինգի մասին PR-ի մասին եւ երեխաները 14-ին 16-17 տարեկան դպավորված մեր համար այսինքն վիճակեր հա իրավիճակը խենթանալիք ուրախ ոգևորված հայրուգը սորվեցնենք հայրենիքի մեջնենք եւ սկիզբն է ամեն ինչի ուրեմն Թումո 3-4 ամիս որ տասավանդեցի միաժամանակ այսինքն մարզանոթացանք եւ Գյանքը ապրեցակ Հայաստանի մեջ կորձեն վերջ ադալ կարևոր է որ մարդիկ իմանան որ ոչ միայն կորձով ուրախ էիք նաեւ գյանքով երեգոյան գյանքով ինչպես որ ես երկար ժամեր աշխատեի Թումոյին առաջ երթերդում համագարկիչին վրա աշխատեի Թումոյին յետ համագարկիչին վրա աշխատեի քիշերվա այսինքն ժամերուն գար social life անցնական այսինքն դուրս գնալ մարդոց ծանոթանալ բայց ես 90% ժամանակին աշխատում էի եւ կարծում եմ որ դա որ ինձ օգնեց ժամանակի ընթացքին որ ինչ որ ջուրի մեջ դիրապետեմ եւ առաջ գնանք ուրեմն գնոջս էլ ծանոթացա այդ ժամանակին հիմա կվա գնոջս որ հոսկաբրեր որ ինքը Հայաստան գաբրեր որ ծանոթացանք Հետաքրքրական պատմություն է հարցի Հայաստանը բնակեր ինքը ծնված ստեղ ինքը եկել էր Բաշկաստանից որ հայրենադարձեր ասեց ես ծրագրավորող եմ արդեն ապշած էի որ աղջիկ ծրագրավորող յանքում ես Կանադա չէի տեսել համալսարանի տասարանցիներս այսինքն 99% դրեք ասեց ես ծրագրավորող եմ արդեն երկար ժամանակ խոսեցանք մեր ջուրի մասին
հետաքրքրական էր գաբի մեջ մնանք եւ ժամանակի ընթացքին այսինքն ամուսնացանք, 2 երեխա ունենք եւ հիմա այստեղ ենք մեր երեխաներով։ Ինչ լավ է։ Կարծում եմ ժամանակը դռնում է, բայց միասին գնացիք ուր ծնվեցին երեխեքը։ Երեխեքը ծնվել են Կանադա։ Հա, այսինքն իրար հետ ծանոթացաք, ամուսնացաք, հետո գնացիք Կանադա, երեխաները ծնվեցին ու երբ եք հայրենադարձել։ 2016-ին ես ու գինս արդեն Կանադա էինք, 2024-ին արդեն 25-ին վերադարձանք մարտի ամսից այստեղ միագողմանի թրիչկով մնայուն այստեղ մնալու 10 տարվա շուրջ մնացինք Կանադա, այդ 10 տարին էլ անշուշտ մենք գարելի 10 անգամ էլ եկել ենք Հայաստան։ Դա այսինքն ուսումնասիրել եք, տեսել եք իրենց ամեն ինչը որ գա այստեղ ու որոշել եք Կանադան թողել ու արդեն հայրենադարձել, չնայած գիտեիք այստեղի կյանքը ցերգին ավելի շատ կան դուք։ Որովհետեւ ապրել էր Հայաստան, միշտ այսինքն լավատես ենք, լավ կողմեր կար, վատ կողմեր կար, շատ ոգևորված էինք Կանադա գնալով, բայց մի օր ես որ Հայաստան մուտք գործեցի սահմանի ոստիկանին հարցուցի որ մի հատ կարող եք նայել քանի անգամ ես եկել եմ արդյոք Հայաստան մուտք գործել եմ նայեցավ ես մի քանի տարի առաջ էր ասես 28 անգամ մուտք գործել ես Հայաստան գալի 28-ին 20 անգամը ես եկել եմ Հայաստան աշխատելու եւ կարծում եմ այդ ամեն ինչը շատ է օգնել որ որոշենք որ այստեղ տեղափոխվենք որովհետեւ հերվից որ տեսնես կամ ալիքները նայես կամ ասենք YouTube-ի վրա որ նայես հերիք չի որ իմանաս Հայաստանի մեջ ինչ է կատարվում բայց արիթ ունեիք արևմուտքում որ հիմա շատերը երազում են անոնք որ չգիտեն արևմուտքը դուք գիտեիք երազում են այնտեղ գնալ այնտեղ դուն առնել ավտո առնել երեխաներ այնտեղ սովորեն բայց դուք հագարագողությունը որոշեցիք ադոր հիմնական բաժարը ինչ է որ դուք ստեղի ցանկով ավելի ուղղախ կլակ որով հանդեղ բիզնես ունեք ստեղել բիզնես ունեք Կարանք ստեղել մնալ ինչն է հիմնական բաժարը որ երկու երդասարդ որոնք երկու երեխա ունեն փոքր թողեն Մոնրեալը ու կան Հայաստան իմ համար շատ ոգևորիչ է այս բաները որովհետև ուժ կդեսնեմ սրա մեջ ու հայրենասիրություն Մենք ոչ թե մենակ Կանադա եւ Հայաստան մենք ունենք Ամերիկայի մեջ Կանադա Հնդկաստանի մեջ էլ ունենք մարդիկ ասում են գնում ես Հայաստան որտեվ հեշտ է աշխատել Հայաստանի մեջ մարդ կա, փուլ կա, այսինքն կարող եմ ասել Հայաստանի մեջ լինելը հեշտ չէ ամեն դեղ դժվար է ինչու հեշտեգը սեին իրենք ինչու հեշտեգը սեին կգարձեն որ այսինքն աշխատավարձեր ավելի էժան է գնում ես Հայաստան չէ ես ասում եմ աշխատավարձը եթե ուզում եմ էժան կգնամ Ռոմանիա կգնամ Հնդկաստան Բանգլադեշ եւ այլն Եվ Հայաստանի մեջ կարծում եմ մարդոց միտքեր ավելի լայն են ստեղծագործ են ծրագրավորողները մանավանդ մեր ջուրի մեջ IT-ի մեջ շատ առաջադիմություն կա եւ չեմ ուզում ասել մենակ հեշտ է Հայաստանի մեջ լինելը իր մարդահրավերներն էլ ունի բայց որ լինենք Կանադայի մեջ Ամերիկայի մեջ եւ Հայաստանի մեջ ես ընտրել եմ Հայաստանը որովհետեւ հույս ունեմ, որ օպտիմիստ եմ, որ Հայաստանի աբական շատ լավ է լինելու։ Եվ ես ուզում եմ այդ աբակայի մեջ թեր խաղամ։ Ուրեմն Կանադային այդ թերը խաղալը շատ դժվար է։ Ես կնախընտրեմ, այսինքն անգլերեն ասում են underground։ Սիրում եմ ես հողի վրա լինեմ եւ ես այդ փոփոխության մեջ ես թերմը կատարեմ։ Ժամանակի ընթացքին մարդիկ ինչ կորձեր արել են եւ այսօր խոսում ենք իրաց մասին։ Իհարկե։ Հայը այս ինչը ստեղծել է։ Այս ինչ հայը Հայաստանի մեջ էս արել է, այսօր փողոցը իր անունով է։ Այսքան մարդ է աշխատացնում։ Այսօր իր արցանը ունենք, այս ինչ փողոցի վրա։ Եթե մեր խելացի հայերը չկան Հայաստան 100 տարի հետո, 200 տարի հետո չի մնար։ Ինչ արցան ենք դնելու, փողոցի անունները ինչ են, նոր փողոցներու անունները ինչ են լինելու։ Ես մտածել եմ այս բաների մասին եւ կարծում եմ ինչ որ խելացի հայ մարդ կա, որ հadoop ինչ որ ջուրի մեջ ունեն իրենց experience-ը պետք է կան Հայաստան եւ մաս կազմեն փոփոխության։ Այս ամեն ինչի մեջ, ամեն մարդ ինքն բնակավարի մեջ, մեկը տնտեսության մեջ, մյուսը մշակույթի մեջ, մյուսը չգիտեմ, ղեկավարելու մեջ, մյուսը սնունդի մեջ, մյուսը ամեն մեկը մի բան ունի անելու, ու բոլորս կկարողանանք արժև դանել, մենք մեր ամենակիչ ծևերով, եթե գիտելիքներ ունենք, ու եթե հայրենասեր ենք, որ ուզում ենք այստեղ անպայման թեպի լավը գնա։
Այդ ամենակարևոր բանն է, որ մարդիկ ֆիզիկապես հիմա դուք կարող եք այնտեղ ապրել ու դարին մի քանի հոգու օգնեիք այդտեղ ու էլի իբր ուրախանայիք, բայց այդ չի մեր ուզածը։ Ուզում եք ֆիզիկապես, հատկապես ծեր նման գիտելիքներ ունեցողները գիսվեն sharing ideas, sharing work, իրար հետ աշխատենք, որ այս երկիրը արժև գնա, որովհետև անանք մինչև որ միան ղեկավարն է արժև դանողը, նաև ժողովրդի շատ մեծ հատվածը, որ կարողանա երկիրը թեպի արժև դանել իր գիտելիքներով։ Իսկ առաջին քայլերը, որ ստեղ եկաք, ինչպես էին շուտով գարոդեցիք Մոնրեալը, թե չէ։ Մորիալը շատ են կարոտում, ես ընդեղ ընկերներ ունեմ, ընտանիք ունեմ, ես այստեղ ընտանիք չունեմ։ Հայաստանի մեջ չկա ընտանիք, լրիվ ընտանիքս թողել եմ, եկել եմ Հայաստան։ Եվ իհարկե կարոտում ենք, իհարկե որ մեկ կասկադը որ կայլեմ Ռուբեն Հախվերդյան, իմ ընկեր կլսենք եւ միտքերու մեջ կմտնենք դժվար է, այսինքն չունենալ այդ կյանքի ընկերները, ընտանիքը, հայրս, մայրս եւ այլն, բայց հույսով եմ եւ միշտ ճիշտ, այսինքն ավական եմ մտածում, օպտիմիստ եմ եւ ուզում եմ ասել, որ այս բառը շատ եմ սիրում, նպատակասլաց եմ, այսինքն ինչ որ միտքս, ինչ որ բան տնեմ անելու եմ, ինչ որ մարտահրավեր challenge-ի մեջ, ինչ մարտահրավեր կա դիմացս, ինչքան դժվար լինի, այդքան ավելի լավ, նոր մարդ կդառնամ, նոր բաներ կսովորեմ եւ այսինքն իմ կյանքի մեջ էլ ընկերներիս, ընտանիքիս, մեր գործավորներին, աշխատավորներին փորձում եմ այդ սովորացնեմ, որ միշտ հեշտ չի, կյանքը մարտահրավերներ է եւ այդ մարտահրավերները մեզ արիթ կտան, որ մենք աճ տեսնենք եւ նոր մարդ դառնանք եւ այդ ամեն ինչի մեջից կձաղգի ինչ որ նոր բան եւ Հայաստանի ասենք ամեն ինչը branding-ի, այսինքն տեսակետով որ նայենք մենք branding-ի ջուրի մեջ էլ կանք, այսինքն ինչպես ինչ որ առարկա պետք է առնենք եւ վաճառենք վաճառելու ժամանակ այս քույնը եւ լույսը ինչ այդ բարերը որ գոկտակորձենք շատ կարեւոր են Հայաստանի մասին որ միշտ հիշենք ինչպես որ ասեցիք օգնություն Հայաստանի համար ես չեմ տեսնում որ Հայաստանի մենակ օգնություն եմ անում ես էլ օգտվում եմ այստեղ շատ բաներ կա որ ինձ օգնում է եւ Հայաստանի ասենք այս branding-ի գերբարը որ այսօր կա գիտենք բادرազմները, գիտենք մեր հարևան երկիրները եւ այլն, բայց այս կարծում եմ որ ժամանակն է, որ ոչ թե մեր նման մարդիկ այս երկիրը կան, բայց աշխատենք որ այս երկիրը ինչ որ չափով դուրս դանք նոր արձագանքենք որ այս երկիրը ինչ ունի, ինչ արժեքներ ունի։ Մեկ մարդը ասում է այս երկիրը աշխարհի մեջտեղն է, վտանգավոր ինչ որ գեդի մեջ է, ուրիշ մարդ ասում է այս գեդը շատ ստրատեգիկ կարևոր գեդ է։ Ուրեմն ես մտածում եմ որ մենք շատ ստրատեգիկ կարևոր գեդի մեջ ենք եւ պետք է օգտագործենք գեդի։ Պետք չէ որ այսինքն վախենանք կամ բան։ Այսօր ես օրվա մեջ որ աշխատում եմ, կարող եմ Չինաստան խոսալ մեր հաջողորդների հետ, Ճապոն, կարող եմ նաեւ Արավոտ Ամերիկայի հաջողորդների հետ խոսամ, բայց դա անհնար է օրինակ Ամերիկայից Կանադայից անելը։ Հա, այդքան արավելություններն են, սերբնագավառի արավելություններն են։ Ու նաև երկրի բրենդինգը ոնց որ ասեցիք, ոնց է Անաբադից Դուբայում բրենդինգ սարքեցին, այն մարդ ընդեղ է գնում։ Չնայած 40-50 աստիճան է, բայց կարելի է այս երկիրը դենց անել, որ մարդիկ քաշես թեպի հոս։ Դուք ասիք որ դժվար է կյանքը, նաև դժվար է կյանքը Սփյուռքի մեր հայերուն, որովհետև ես բոլոր ընկերներս ասում եմ դժվար է մեր բզդիկները հայ բահենք, դժվար է արժեքները, մեր ուզած արժեքները, իսկական կարևոր արժեքները փոխանցենք բզդիկներուն հիմա այս բահին։ Դրա համար արժի հայրենադարձելը։ Բզդիկները շատ մեծ տեղ կխաղան, այսինքն մեր վերադարձին։ Երկու ադունիկ ասիք։ Դղաս ինչ տարիքի են։ 7 տարեկան գրեթե, հիմա 6 տարեկան արքայա անունը եւ արքան որ առաջի դասարան որ պիտի մտներ մտածեցինք հիմա արդեն այդ ժամանակն է որ դարին 4-5 երկիր ապրելը հեշտ չի որովհետեւ միշտ ճամփորդում ենք եւ ամենտեղ հաջողորդներ ունենք ամենտեղից կարող ենք աշխատել արդեն պետք է որոշենք հաստատվել
եւ Հայաստանը այդ որոշումներ, որտեղ ամենա այսինքն ապահով ինչ արումով Ղարաբաղը երեխաների համար, այսինքն ինչ ասոր ասեցի, մենք դունը հայերեն ենք խոսում, հայկական մշակույթը մեր համար կարևոր է, հայկական երաժշտությունը մեր համար կարևոր է, հայկական արժեքները, պատմությունը, եթե մեր պատմությունը մենք չիմանանք, ինչպես պիտի մենք ապակա կերտենք, եւ Կանադայի մեջ այո, հայոց պատմություն ունենք, այո, կրոնի դասավանդություն կա, շաբաթօրյա կա, եկեղեցի կա, բայց հերիք չի։ Ես օրինակ գիսասարգսակ եմ, ամեն գիրագի գնում եմ եկեղեցի, նույնիսկ կարոզներու 50% ասկային մեսեջներ են։ Սրբազանները, որ պատարակի ժամանակ կարոզում են, կեսը ասկային է, կեսը, այսինքն Սուրբ Գիրքի վերաբերյալ ինչ որ ու ինչ են ասում, մարդկանց փորձում են հայ բահել, այդ եք ուզում ասեք, այդ կարոզների ժամանակ։ Փորձենք, այսինքն Քանի պիտի նայես, էգողը արդեն լավ հայ է, չեգողի մասին պետք է մտածեք, որովհետև հիմա ես գիտեմ, որ եկեղեցիները գիսադադար են, եթե դոնական օրչի մեծ ու էդա ցավալին սփյուռքի մեջ, ես մի քանի անգամ վերջերս կացի, հազիվ 5 հոգի գար։ Մարդիկ չեն էլ ուզում գնալ, բացի եթե մի հատ վատ բան ա եղել Հայաստանում, կամ եթե, չգիտեմ, Սուրբ Ծնունդը։ Դրանից բացի այդ չեգողներուն վրա աշխատել ալ չի կա, չես կարողանում մարդկանց համոզել, որ փոխվել է, այսինքն ուշադիր եղեք, ձեր երեխեքը թող մնան հայ, թող խոսեն հայերեն, ու ձեր այս քայլը թրգումացես։ Ճշմարտաբար կարծում եմ շատ վտանգավոր է սփյուռքահայության վիճակը, այսինքն ցուլումի մեջ ենք իմ կարծիքով։ Չեմ կարծում, որ սխալ եմ, որովհետեւ գասկած չի գա։ Ցուլումի մեջ ենք։ Հագարակը բացուցող չկա մարդ։ Ես 25 տարի եկեղեցի մեջ ծառայում եմ, երբ որ փոքր էի, մեր եկեղեցին խորանը լեցուն էր, սարգսակներով, գիսասարգսակներով, տբիրներով, ժողովուրդով։ Երբ որ Կանադա գնամ եւ հիմա ծառայեմ, խորանի վրա կա ամենաշատը 2-3 մարդ, պատարակիչից անկախ։ Ժողովրդի մեջ 70% աթոռները, նստարարները բարապ են։ Դատարկ մարդ չկա։ Դոնական օրերին գալիս են, զադիգին եւ այլն եւ այլն, եւ ճիշտ, այսինքն սիգնալներ եմ ստանում, որ մի օր շաբաթը պետք է մենք կայենք սերդելու Սուրբ Գիրքը, մեր հայությունը ապրելու, շաբաթօրյայի վիճակը, դպրոցի վիճակը, երեխաների վիճակը Հայաստանում լինելը Այստեղ հայերեն խոսալը չէ մենակ, բայց այստեղ արիթ ունես ապրելու 24/7-ը այդ հայությունը, այդ պատմությունը ամեն ինչ շոշափելի է եւ կարող ես կորձի տնել այստեղ։ Դարբերությունը է դա։ Եվ սփյուռքի մեջ դա անհնար է, շատ առավելություններ կա սփյուռքի մեջ, այսինքն կուլտուրային առավելություններ կա, ուրիշ ազգի, ուրիշ գրոնքի մարդկանց հետ շփվելու, բայց սերունդ որ տեսնենք հայերը ինչ վիճակի մեջ են եւ մեր համայնքները չեմ կարող ասել որ լավ ուղղության մեջ է գնում 90-ականներին շատ լեվեր կոյադևեցինք բայց հիմա կարծեմ այդ կոյադևումը վախենալի կոյադևում է կոյադևում չէ թե ճիշտ ուղղություն մեծ դոկոսը նույնիսկ մեր փրկությունը միջին արևելքի հայերը որ շատ ավելի բախբանողական էին շատ ավելի եկեղեցի դպրոց էին հիմա դրանք էլ բادرազմների պատճառով քայքայվեցան ու հիմա արդեն ցուլվել են թեպի Կանադա, Ամերիկա, Ֆրանսիա են գնացել ու այսինքն սփյուռքի վիճակը ամեն ուղղություններով հետա ու շատ արագ տեմպերով իսկ ստեղ ինչքան հաճելի է ծեր երեխան հիմա եթե հոնալար պիտի փորձեիք զորով գիրագի տանել, փանանել դպրոց շաբաթօրյակ հիմա այդ փերը ծեր մեջքից դուրս է եկել որովհետև դուք հանկիստ կարող է ինքը դպրոցում այդ հայրեն սովորել ինչ որ ուզում եք մշակույթը այդ թանկարանները այցելի, չգիտեմ մշակութային ծրագիրներ ու դանեք, գիրագյորերը կամ դպրոցով են դանում, թանկարաններ են դանում, նույնիսկ արմավիր եք գնում անգամից էջմիածին գարակ մտներ, այսինքն շատ հեշտ է այստեղ այդ ամեն ինչը, որը գործանվում է սփյուռքում։ Ինչքանով է այս գեդը կարևոր ծեր եւ ծեր գնոջ որոշման մեջ հայրենադարձելու։ Ես շատ հետաքրքիր անց եմ եւ շատ ամեն ինչ, այսինքն քիչ խոսող եմ, շատ սերդող եմ եւ որ նայեմ ասենք մեր երկար տարիների ընթացքին մեր տան մեջ այդ հայության օրինակ սիգնալները որ ասում ենք լինի ինչ որ նկարչություն կամ պատմություն կամ աղոթք կամ եւ այլն հերատեսիլ ասենք որ նայում են նույնիսկ հայերեն լինի
հարցեր եմ տալիս ինչու ես կան հայերեն ինչու ես կան հայություն հետո վերջո այսինքն հասկանում եմ որ մենք հայ ենք եւ եթե ես կան մեր մեջ մխրճում են այս հայության ամեն ջուրերը եւ իրոք մենք հբարդենք որ հայ ենք պետք է որ այստեղ լինենք ինչու օրվա 90%-ը մենք շփվենք անգլերենով կամ այսինքն մեր քաղաքում աշխատենք խոսենք ֆրանսերեն անգլերեն դունը որքան հայերեն խոսենք օրվա ասենք այդ մի գեշ ժամը եւ քնենք նախնդրելի է որ հայերեն խոսանք հայերեն շփվենք հայությունը էլի ասում եմ որ պետք է ապրենք այդ հայությունը որ ասենք իրոք մեր կյանքը անցկացնում ենք ապրելով հայ լինելով Հիմա այսինքն ես նոր եկա ժամանեցի Ամերիկայի մեջ երեխաներ կան հայ որ ամաչում են հայերեն խոսալ հասկանում են հայերենը բայց որ պատասխանեն անգլերենով են պատասխանում շատ ամենօրյա երևույթ է դա բոլորի մոտ կա այդ նույնիսկ ամենահայրենասեր նկատվածներուն երեխաների անգլերեն են խոսում իրար հետ կոնե ծնողքին հետ կարողա չէ բայց իրար հետ անպայման անգլերեն են խոսում բայց այստեղ մի հատ կարևոր բան էլ կա որ մոռանում ենք հիմա մեր ժամանակը կարող է երկար չի այդքան որ խոսանք բայց մենք նաև մեր նախահայրերի պատճառով ենք հայտնվել Կանադայում կամ Լիբանանում ծնվել մեծացել որովհետև իրենք չարթվել էին իրենք Հայաստանից հեռացվել էին ու այսօր Հայաստանը 91 թվականից անկախ է որը չի եղել վերջին 600 տարին բացի 18 թվականից ու մեր նախահայրերը երազում էին Օսմանյան գայսրության մեջ ապրած ժամանակին իրենք երազում էին որ մի հատ կարողանան երգիր ունենալ շատ փոքր մենք ունեցանք ու հերու մնում ենք ու այդ երկրին կամ քննադատում ենք կամ շատ մի քիչ փող ենք ուղարկում կամ այցելում ենք 2-3 տարին մեկ նվեր չի էս մեր որ նախահայրերը վերևից նայելով ասենք որ մենք գնանք այդ ծեր երազանքը կատարենք ու այս երգիրը շենացնենք որովհետև եթե իրենք լինեին հաստատ իրենք Լիբանանից Մարսեից Սիրիայից հետ պիտի կային եթե ունենային անկախ երգիր բայց մենք մնացել ենք հերու դեղերը անգլերեն ենք խոսում ֆրանսերեն ենք խոսում ու քննադատում ենք ինչպես եք նայում այս հարցին նախահայրերս գալիս են խարպերտեն մեկ կողմը մյուս կողմը եթեսիային եւ պատմություն մգա որ ասում են իմ այսինքն հորս կողմը ընտանիքը այդ ժամանակ հայերեն եւ թուրքերեն էին խոսում եւ հորս բաբիգը չեր խոսում թուրքերեն չեր կարողանում ուրեմն ցեղասպանության դարիներուն հավաքել են հայերուն եւ դերձոր ուղարկելուց այսինքն ասում են որ զինվորները ասել են մի հատ շարք կազմեք հայերին ասում են ցախ դարձեք, աճ դարձեք եւ այլն, իսկ հորս բաբիկը չի հասկացել ինչ են ասում, ասել են աճ դարձեք, ինքը ցախ դարձել է։ Հրացանով խփել են վզին եւ վզին որ խփել են աճկը մի հատ գույրացել է։ Հետո տեսել են որ այս մարդը ոչ թուրքերեն է խոսում, ոչ հասկանում է, իրան ուղարկել են հովիվության, որ ոչխարները արած է։ Եվ ցեղասպանության ժամանակ արածելու ժամանակ փախելա ասելա մինչև այսինքն դերզորի ճանապարհով մտելա Սուրիա դարձում եմ որ այսինքն դի փախտե լերիվ եղբայրները քույրերը սպանել են այդ ժամանակ եւ սենց բաթմություններ գա որ ճրի երես չեն եկել նույնիսկ բայց եթե հերու տեսնենք այսինքն մի քիչ զում աուտ անենք լենզը եւ յետ նայենք մեր պատմության ամեն մի հայ sense պատմություն ունի վախենալի անհավատալի եւ հերու չէ այսինքն 100-120 տարի առաջ եւ ես միշտ մտածում եմ որ նախահայրերս ինձ նայում են եւ տենց եմ ապրում կյանքս որովհետեւ եթե նախահայրերս ինձ նայում են հիմա վերևից իրանք էլ պիտի ասեն այստեղեն ինչ անում ամեն օր արթնանում ա քնում ա եւ այդ արթնանալուց մինչեւ քնելը այդ 24 ժամը որ կա ես աշխատում եմ որ ամենօր այսինքն ճիշտ սեվով օգտագործեմ եւ կարծում եմ որ շատ ժամանակ չունենք ես եւ նախանձում են նաեւ կարողա որ մենք հայրենիքում ենք ապրում իսկ իրենք Թուրքի կամ էլ հբարդեն Թուրքի այդ բանի հա իհարկե հբարդեն բայց նաեւ երազում են իրենց երազնա որ այսօր անտրանիկը գիրականացնե ու շատ ծնողների երազը չի իրականանալ որովհետեւ որոշել են չգիտեմ հերու մնալ հայրենիքից ու իրենց կորձ անել հերավոր չգիտեմ Սիդնեյում կամ հերավոր Գերմանիայում ու դա
իմ համար իհարկե ցավա, եթե վերևը նայես, ու մի օր եթե իմանաս որ պիտի հանդիպես ու ասես որ չէ, չի գնացի, որովհետև չգիտեմ ինչ որովհետև պիտի ասես, բայց այսօր դուք իրենց երազը իրականացնում եք, չնայած գարայք հանգիստ ուրիշ երկիրներ ապրեիք։ Չէի ասեր հանգիստ, որովհետև հանգիստ չենք, որ այստեղ ենք, եւ այստեղ ենք հանգիստ։ Ուրիշ երկիրի մեջ կարծում եմ հայերը կարծում են, որ հանգիստ են, եւ որ թոշակի հասնում են, նկատում են, որ կյանքը թրավ, լրիվ կյանքում, այսինքն աշխատեցին առավոտ 6-ից 7-ից մինչև գիշեր, աշխատանքից հետո հեռադեսիլ են նայեցին եւ վերջ, հայկական լուրերը ինչ որ կարողացան լսեցին, հանգստացան, քնեցին։ Եթե հանգիստ է դա, կարծում եմ դա հանգիստ չի։ Բայց ծեր համար չի, ուրիշի համար կարող է հանգիստ է, որ ես ոչ բادرազմ կդեսնեմ, ոչ սխալ բան կդեսնեմ, իբր թե ոչ գեղդոտ ճանապարհ կդեսնեմ մեկ-մեկ եւ այլն, այդ բոլորը մարդկանց մեջ դուք դարբեր դեսանգյունից եք նայում, ինքը ուրիշ դեսանգյունից եմ նայում։ Ես օրինակ եթե զարգացոր եմ գնում այդ եկեղեցին չի մտնեմ, սխալ է իմ համար, դարիներով մարդիկ չեն կար Հայաստան ոչ մի եկեղեցուց քաղաքապար չունեն, բայց ուրիշի համար ադի նորմալ երևույթ է, նույնիսկ տարիներով գարան չկան ու հանգիստ են իրենք։ Ամարտ դարբեր մոդեցում ունի, դրա համար է որ մենք 1 միլիոն չեկանք ցեղապանից հետո հանգախությունից հետո ստե, որով շատերս նախընտրում ենք մեր կոմֆորտ զոնեն դուրս չգալ ուր որ գային, բայց իրականում մենք այս հաղորդման միջոցով ուզում ենք ասենք որ կոմֆորտ զոնը ստեղ է այսօր երեխեք մեծացնելով մեր հանգիստը մենք միած զանգով կարողանում ենք իրար հետ գեժամ հետո սրճենք ահակին բաներ կա որ այսօր պիտի կաս մի քիչ ապրես այստեղ ոնց որ թեպի հայկն անում 6 ամիս Պերու է ապրելուց հետո զգում ես որ վայ ես չգիտեի որ սենց լավ է դեպի հայկով որ այստեղ եկանք երկու հատ աշխատավոր ունենք հիմա ունենք 20-25 հատ աշխատավոր այսինքն իմ համար անհավատալի է որ այդքան ընտանիք աշխատավորներ ունենք որ զավակներ ունեն եւ ես որ կարծում եմ իմ նման շատեր կան որ կարող են անեն ինչ որ մենք ենք անում եթե ամեն մի հայ սպյուրքի կա այստեղ կարողանա աշխատի եւ 20-30 ընտանիք այստեղի կարողանա ապրի այդ սպյուրքը հայի այսինքն ուսումը experience այսինքն ամեն ինչից սովորի կծաղկի Հայաստանը եւ այդ comfort zone-ը այսինքն դա որ մարդկանց ռիսկի չեն գնում իբր ստեղ սխալը բայց դրա համար մենք բացմենք մեր բացմությունները բոլորս որ դեսեք նայեցեք անտրանիկներ այդ քայլին թիմից ռաֆինել թիմից մյուսնել թիմից ընտագարակը ընդեղից ավելի լավ կյանք ունեն այստեղ այդ են ուզում այս հաղորդումը միջոցով փոխանցել ու նաև ասել որ գիտեք այստեղ արժեքները լավ են ապահովությունը լավ է հոգևորը իհարկե ավելի մոդիկ է քո եկեղեցու քո արմատներուտ մոդ է հիմա վադա լավա քո արմատներուտ մոդ է մենք միշտ ասում ենք եկել ես քո ծնողքի գողքը նստելու նայելու որ ինչ ուրախություն ունի գիսվես ինչ պրոբլեմներ ունի լուծես դա մեր արածը ու շատ ազգեր այսօր գերազեն որ երգիր ունենային ու մենք ունենք կարծում եմ Հայաստանը ավելի մեծ պետք ունի մարդիկ ակնկալիքներով գալիս են Հայաստան էս ինչը չկա այն ինչը չկա եւ այլն եթե չկա դա արիթ է որ դու ստեղծես եւ դու անես։ Բայց հիմա արդեն էլ փոխվեց, առաջ էր այդ։ Հիմա շատ բան կա, նույնիսկ շատ ավելի քան ուրիշ տեղեր նույնիսկ, ու ես օրինակ չեմ փոխում ոչ մի բանից որ չկա, ընդհանրակը այլևս նայում ես որ այդ եղող բանը ավելի մագարտակը բարձրանում է, նույնիսկ ռեստորաններից սկսած, խանութներից գնացած, ամեն ինչն էլ բարձրանում է մագարտակը, ճիշտ է քաղաքական վիճակից հետ կան կողչենք, բայց դա չի նշանակում որ պիտի գնաս ու թողես երկիրը այդ վիճակով թունել կարող է ինչ որ մի բանով օգտակար դառնաս որ այդ վիճակն էլ փոխվի մի օր հույսով եմ ձեր օրինակը Անտրանիկ ջան ոգևորիչ ու շատերի համար օրինակ դառնաք որ իրենք էլ հայրենադարձեն ձեր նման ընտանիք կազմած երկու երեխայով փոքրիկ ոնց որ Ռաֆին էր արել ոնց որ մենք ենք արել Աստված օրհնի ձեր ընտանիքը ու հույսով ենք բոլորս ամեն մեկի իր բնակավարով աշխատելով հասնենք մեր երազանքի Հայաստանին